ինչպես ինչ միջոցներով էին 17-րդ դարում մշակում հողը։ Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնում վերջերս բացված թանգարանում է ցուցադրվում։ Այստեղ պատմական տարբեր փուլեր ներկայացնող գյուղատնտեսական գործիքներ են։ Տաթևիկ Ժանգիրյանը կենտրոնի գիտաշխատողներից է։ Օրինակ այս ցուցանմուշը թանգարանի ամենահին ցուցանմուշներից է գյուղգործիքների հետ կապված։ Ցուցանմուշը բերված է Սյունիքի մարզից, Շաքի գյուղից։ Իրի օգնությամբ իրականացնում էին հողի փխրեցում, երբ որ կապում էին եզներին, լծում եւ իրականացնում էին հողի վարը։ Տարիների ընթացքում ցուցանմուշը փայտից դարձել է երկաթ, բայց նույն ֆունկցիան կատարելով ու այդպես արդեն մեր օրյա տրակտորներն են, որոնք իրականացնում են արդեն հողի վարը։ Միակը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Գիտական կենտրոնի հողագիտության թանգարանում կարելի է տեսնել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի շատ վայրերից բերված հողային կտրվածքներ։ Հողատիպը ըստ մասնագետների պայմանավորված է տվյալ տարածքի աշխարհագրական դիրքով։ Ամբողջական տեղեկություն հնարավոր է ստանալ QR կոդերով։ Պահում ենք հեռախոսը եւ QR կոդի վրա եւ բացում ենք, այստեղ արդեն հեռախոսի մեջ բերում է տվյալ հողատիպի նկարագիրը հայերեն, ռուսերեն եւ սովորաբար նաեւ անգլերեն լեզուներով, այստեղ քանի որ Ռուսաստանի հողերն են, հայերեն, ռուսերեն լեզուներով են, մնացած եվրոպական Հայաստանի այլ հողատիպերը բոլորը արված են եռալեզու, այսինքն ցանկացած այցելու կարող է իր հեռախոսի միջոցով առանց նույնիսկ ուղեկցողի, առանց գիդի օգնության ինքը կարող է յուրաքանչյուր հողատիպի վրա պահել եւ անմիջապես տեսնել տվյալ հողատիպի նկարագիրը, որակական ցուցանիշները, տեղադրման վայրը։ Հողերն ունեն վերականգնվելու հատկություն, դրա վկայությունները նույնպես կան թանգարանում։ Հայաստանի հողային աշխարհագրական ու կլիմայական քարտեզները պատմում են մեր երկրի հողերի պատմությունը ըստ մարզերի։ Մեկ այլ քարտեզ էլ արձանագրում է, թե Հայաստանի այս կամ այն մարզում հողերի որ տեսակներն են տարածված։ Տարբերությունները գույներով են արտահայտվում։ Մասնագետը փաստում է, բոլոր հողատիպերն էլ հնարավոր է մշակելի դարձնել։ Դա կախված է ճիշտ սնուցումից, մշակաբույսերի ընտրությունից ու ոռոգման համակարգից։ Ես անջատեցի եւ միացրեցի։ Այս տեղում տեղավորված են մոխրագույն անտառային հողերը։ Այդ կարմիր լույսերը, որ միացան։ Սա շագանակագույն հողերն են Հայաստանի այստեղ տարածված աղուտներն են, հենց նոր որ վառվեց, այո, այսինքն այս յուրաքանչյուրը միացնելով ըստ կետերի տեղադրված են այն հողատիպերը, որոնք յուրահատուկ են, առանձնահատուկ են տվյալ տարածքի համար։ Թանգարանը նաև լաբորատորիա ունի, այն եզակի է Հարավային Կովկասում։ Այստեղ այցելուները կարող են մասնակցել հողերի քիմիական անալիզներին։ Կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Մաշկարյանը ուսումնասիրում է, թե որքան է աղի քանակը հողերում։ Վերցրել են հողերի նմուշներ, ջրային քաշվածք, պետք է որոշենք հողերի քիմիական կազմը, ջրային քաշվածք։ Ես նախորդ վերցրել եմ ջրային քաշվածքը հողերից եւ հիմա տիտրացիայի միջոցով պետք է որոշենք աղերի քանակությունը։ Մուգ մանուշակագույնից ստանում ենք կապտավուն երանգ եւ մենք որոշում ենք սրանով մագնեզիումի քանակությունը հողերում։ Գիտական կենտրոնում ընդգծում են, վերջին շրջանում ֆերմերները ավելի մասնագիտորեն են մոտենում հողի մշակմանը։ Հատկապես խոշոր ներդրումային ծրագրերի դեպքում անպայման հաշվի են առնում մասնագետների կարծիքը հողի քիմիական կազմից մինչև այս կամ այն բուսատեսակը մշակելու նպատակահարմարությունը։ Ասում են, այսպես ավելի գրագետ ու արդյունավետ է դառնում հողի մշակումը։ Հասմիկ Դիլանյան, Էդվարդ Ասատրյան, Ռադիոլուր։